Այսօր ես ու ընկերներս 1 տարի անց կրկին վերադառնում ենք Հավայյան կղզիներ։ Օրերը անցնելու են ահա որ զվարճալի։ Տիկ 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 տիկ։ Եվ ամենակարևորը էքստրեմալ։ Այո, ես գտնվում եի 1000 մետր բարձրության վրա հատուկ ուղղաթիռի մեջ, որը նույնիսկ չուներ դռներ։ Ասեմ ավելին, այն նույնիսկ ես ինքնուրույն էի վարում։ Ու սա այն տասնյակ զվարճալի բաներից ընդամենը մեկն էր, որը ես արել եմ Հավայյան կղզիներում։ Մնա մինչև վերջինս հետ օրերը ուղղակի թեժ են անցնելու։ Եկավ։ Բոտ։ Եկավ էս պահը մենք կրկին գնում ենք Հավայյան կղզիներ։ Պասիվ հանգստի։ Մեր խմբում նորություն ենք ստացել։ Hey, challenge։ Մի քանի րոպե ու մտնում ենք ինքնաթիռի մեջ։ Ես անհամբեր այդ պահին եմ սպասում, որ նստեմ ու քնեմ։ Ժամը 7:47-ը։ Ժամը գիշերվա 5-ից մենք ճանապարհի վրա ենք։ Ընդհանրապես չենք քնելու, ես էլ չեմ դիմանում։ Այսօր չի ընկնելու, չէ՞ սամալյոտը։ Խոսք ես տարի որ չի ընկնելու։ Ասենք կատակ եք անում, TV չկաս թե։ Գիտես որ TV չկա, այդ ինչա նշանակում, որ ընկնելու է սամալյոտը, զգուշ կլնես։ Հավատա քեզ պայուսակը, գնում ենք վերևում։ Հիշեցնեմ, որ Լոս Անջելեսից Հավայյան կղզիներ ուղիղ 6 ժամ թռիչք էր, 6 ժամ օվկիանոսի վրով այսպես թռնելու ենք ու հասնենք հեքիաթային Հավայյան կղզիներ։ Թող, ախ, մի կծի արա ձեռս։ Ավանդույթները չենք շեղում և ինքնաթիռում ուտելու ենք այս պրեցելզը, մենակ մնում է ինքնաթիռը չընկնի, որ հասցնենք ուտենք։ Հենրավ համովեր։ Մեր էդոն շատ հարուստ է, մեզ նայեք ինչ էրա պատիվ տալի սնակ բոքս, մեջը տեսնենք ինչ էր կա։ Ես էլի քնել էի հենց նոր արթնացա, քանի որ ինքնաթիռը արդեն իջնում է, հասնում ենք Հավայյան կղզիներ։ Երեք հասնում ենք։ Ես ուզվել եմ։ Էդոնի մույնց է դա ձեռբերս գում ես, էջի չղայնանում վրես։ Այ մարդը լինող բանը լինելով է, այնի նստեք ձեր տեղը։ Անգնում է թող անգնի։ Մենք օֆիցիալ Հավայյան կղզիներում ենք, դուրս ենք գալիս, եկել ենք ընտրենք, թե որ մեքենայով ենք ցանկանում անցկացնել մեր 9 օրերը Հավայյան կղզիներում։ Մենք ընտրեցինք մեր մեքենան, խնդրում եմ միած տեղ նայեք, արա Այս ինչ հրաշք է ու ժողովուրդ ամենակարևորը, այս մեքենայի դռները կարողանում ենք հանել, կարողանում ենք նույնիսկ տանիքը հանել ու կոնկրետ վայելելու ենք Հավայյան կղզիների ջունգլիները։ Պետք է մի քիչ բնության գրկում լինել, նոր սահանել, որ սրա էֆեկտիվությունը հնարավորինս լավ զգանք։ Լավ ուտելու տեղ ենք ման գալիս, լավ ուտելու տեղ գտեք հələ։ Վաու։ Այս ինչ սոված ենք մենք։ Լավ գնացինք ուտելու հաջողություն։ Դե ինչ մենք հասանք մեր հյուրանոց, դատարկում ենք ճամպրուկները եւ մտնենք ներս։ Գնանք տեսնենք այս անգամ մեր հյուրանոցն ավելի լավ է լինելու թե նախորդը։ Օրո, որպես Հավայյան կղզիներ խորհրդանիշ թարմ ծաղիկներ կախեցին մեր վրա։ Բարձրանում ենք մեր հյուրանոցի համար։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ, խնդրում եմ լավ է լինի, խնդրում եմ։ Օրա, բայց հավես է, շատ լուսավոր է։ Մնում է տեսարանը լավ է լինի։ Օրա, դզետ։ Այս անգամ այս հենց տեսարանը բացվում մեր հյուրանոցի համարից։ 15-րդ հարկում է գտնվում այս անգամ մեր համարը։ Բա ես ինչ սիրուն է օվկիանոսի գույնը, ժողովուրդ չեմ համբերում, թե երբ եմ մտնելու ջուրը։ Դուրս ենք գալիս համարից ու գնանք այս տարի առաջին անգամ զգանք Հավայյան օվկիանոսի ջուրը։ Գնացինք, անհամբեր եմ։ Մենք արդեն ապրում ենք, խնդրում եմ ստեղ նայեք, արա առաջին անգամ այս տարի, այս ինչ հրաշք է, գնացինք, մտանք, օй դզեց, արա այս ինչ լավ է, մի քիչ լողամ ու կմիանամ,
Մենք լավ լողացինք, վերջացրեցինք։ Հիմա մտածում ենք, թե ինչ կարելի է անել։ Այդքան ասում էի հասնեմ հյուրանոց, քնելու եմ, հասնեմ, քնելու եմ, այնը չդիմացանք ու դուրս եկանք օվկիանոս։ Իդեպ դեռ առաջին օրն է ժողովուրդ, ոնց որ մի 3 օր ստեղ լինենք, այ տենց երկար է թվում առաջին օրը։ Արդեն երեկոյա դուրս ենք եկել, մի փոքր զբոսնելու, հավանում եք երեկոյան հավային։ Սրանք բնական եղեգններ են, սրանց մեջ գտնվում է բնական շաքար, հատուկ սրանք այսենց քամում են, վրան ավելացնում են լիմոն և խնդրեմ, այսենց բան է ստացվում։ Արա դզեց, համովակ։ Օր երկրորդ հավայան կղզիներում հենց նոր եմ աչքերս բացել եկեք գնանք տեսնենք ինչ տեսարան է բացվում չեմ համբերում թե երբ է երկրորդ օրվա արկածները սկսելու բարում ենք մելամբադան գնում ենք հեռու մադամ Մենք եկանք նախաճաշելու Հունաձգով նաչո, ինչ-որ այսենց սենդվիչ հավով և կլաբ սենդվիչ Որ այս ինչ ախորժելի տեսք ունի Փորձում ենք այս մեկը Սպիտակ ձկով սենդվիչը Այժմ փորձում ենք կլաբ սենդվիչը Բլը մեծությունը նայեք, ոնց եմ կծելու Ամբողջ հավայան կղզիները պետք է լսեն իմ նոր երգը Կանչի, կանչի Սպարում ենք մեր լամպադան Գնում ենք հեռու մադամ Արի հետը սարի Գնում ենք ափ լողալու Ուրեմն Ռաֆոն կյանքում իր վրա չի փչել արևապաշտպան այս պսիկներից Հիմա մենք այդ սխալը կուղենք և Ռաֆոյի վրա կփսսնենք սա Խնդրում եմ ինչերա առել, որ օվկիանոսում սկենք և տակը նկարենք դզեց Էդո ես պաշտում եմ քեզ ապրես, աղպերս Խնդրեմ Խնդրեմ Գնացինք օվկիանոս նողունու Գնացինք Գնացի լողանալու, մի անեմ շուտով Դե ինչ դուրս են գալիս մեր մեքենայով ջունգլիներում պտտվելու Մեքենայի տանիքը հանել ապետք Գնացինք, արե ես ինչ ավեսա, այո Սկսեց ուժեղ անձրև գալ, սաղ ջուր ենք լինում, դրա համար հիմա մենք կփակենք տանիքը Դու ինձ սիրելիս Շարունակում ենք շարժվել դեպի բոտանիկալ այգի Դե ինչ կանգնեցրեցինք մեքենան, այժմ մտնում ենք Օահու կղզու բոտանիկալ գարդեններից մեկը Գնանք տեսնենք այնտեղ մեզ ինչ է սպասում, ասում են ահա որ սիրուն բնություն կա Էս ինչ հրաշք կա, արա էս ինչ սիրուն է Ես լուրջ շոկի մեջ եմ, չեմ կարում հիմա խոսամ, էս ինչ է, էս ինչ միրգ է տենաս Պալմայի վրա է աճում, էսա գետնին լիքը ընկած է Չէ, միրգ չի, չեմ հասկանում ինչ է Վայ Այ ծակծկ ես լեզուս, ֆու, ես ինչ էր Առաջարկում եմ հիմա ես գեղեցիկ տեսանում մի հատ բարձր գորանք 3, 2, 1 Ազատություն Գնանք տեսնենք արջևում ինչա մեզ սպասվում Խնդրում եմ միած տեղ նայեք Դրախտ, ժողովուրդ դրախտում ենք հայտնում է Ուղղակի մի բառով դրախտ Ոնց որ վերևից կախված ինչ-որ բան լինի, բայց իրականում սա հենց ծառն է Սենց ծառ ես չէի տեսել Սպիտակ տերևներ ա վրան Տերևների կեսը սպիտակ ա, կեսը կանաչ Ուժեղ անձրև սկսեց, արա դզեց Ժամուղիղ 6:30 փակվում է դարպասները 6:11 ա հիմա 20 րոպե ունենք որ հետ գնանք Բայց մենք ոնց կարանք ստեղ լքենք Մենք իմացանք որ տարածքում կա լիճ Հիմա ընկած այդ լիճն ենք մանգալի ու արագ հետ գնանք Քանի դեռ մեր վրա չի փակվել դարպասները Եթե մնանք ներսը կթռնենք դարպասների վրա ուղղակի Օրոյին ինչ տեսարան ա Արա հիսա, հասանք լիճ, տենում եմ լիճը Էս ինչ սիրուն ա, աստվածիմ Ուղղակի հրաշքա Ներքևում լիճն ա գտնվում Խնդրում եմ էս տեսարանը մի հատ վայլեք
Էլի սկսվեց ուժեղ անձրևը։ Ժամը արդեն 6:37-ը, դարպասները հաստատ փակվել է։ Մենք մեզանից գո հետ են գնում մի ժամ, ամենագիճը ճանապարհ ունենք քայլելու։ Մութ ենք գնում, բայց դեռ չենք հասնում դարպասների մոտ, շունչս կտրվում է։ Բախտներս բերեց այդտեղ աշխատող կար ու մեր համար դարպասները բացեց։ Այ չմնացինք այդտեղ գիշերը։ Հասանք մեքենայի մոտ, էս ինչ սոված ենք բոլորս, գնանք հաց ուտելու։ Խնդրում եմ միացտեղ նայեք, թունաձուկ է ու չեք պատկերացնի ոնց եմ ես հիմա շնչելու ես ուտելիքը։ Այս տեսք ունի ձուկը, վրան կարելի է լիմոն մի քիչ անել։ Հիմա գնում ենք օվկիանոսի ափ, իրանք լողան գիշերով, իսկ ես ուղակի ավազների վրա պարկեմ ու հանգստանամ։ Մենք օվկիանոսի ափին ենք, այսինքն սրբիճը փռել եմ ու հիմա նենց եմ քնելու ալիքների ես ձենի տակ։ Էս ինչ հրաշքոր էր, բայց վաղը էլ ավելի լավ օր լինելու։ Դրա համար պետք է գնալ քնել ու էներգիա հավաքել։ Կհանդիպենք վաղը առավոտյան։ Օր 3 մի ապուշը վիզս արա վիզս ջարդեցի խնդրում եմ ստեղ նայեք այսօրվա նախաճաշը ինչ է Thank you եկավ մեր ուտելիքները եկավ փորձում ենք գնացինք Սնվեցինք վերջացեցինք գնում ենք անցած տարվա մեր գնացած ամենասիրելի ծովափեն բաց ավազով թափանցիկ ջրով տեղը ուզում ես դեմը նստես Շատ ես ուզում Ինչքան շատ ես ուզում դեմը նստես Շատ Ինչքան շատ Մեծ Լավ դու ես դեմը նստում ուրեմն այսօր Գնա նստի դեմը Բան չեմ ասում ուղակի նայեք Հարց ունես հետս ընկեր Կորը գլուկներից դե Խնդրում եմ ստեղ նայեք Ով է հիշում է ստեղը Ես ամբողջովին պատրաստ եմ գնացինք Անցած տարի ավելի լավն էր սափը, այս տարի պղտոր է ջուրը Ինչից է տենաս Կովերից Կովեր, կան ջրում Քան որ կովերից սկսել են ավելի շատ մորթել Այդ ամբողջ հաստատությունների շնորհիվ դեպի Հավայից Սևան ճանապարհի այդ օդը չի լինում մաքրել ու այդ օդի պղտորության պատճառով սաղ օվկիանոսների մեջ պղտորություն է տեղի ունենում ու մենակ պետքա սոդա ու լիմոնի աղլեցնես որ պղտորությունը մաքրվի What? Շատեր ասում են, որ մարդիկ ստեղծվել են կապիկից, օր էդ ինչ տուպոյություն է, ոնց կարա մարդ ստեղծված լինի կենթանոց, կամ ոնց կարա մարդ ծառի վրա ապրի, ես կապ չեմ ու իմ աչքերին չեմ հավատա, որ տենամ ծառի վրա ապրում է մարդ տեները 21-րդ դարում էդ ինչ տուպոյություն է, հանեք ձեր ուղեղից մարդ ոնց կարա կապիկից ստեղծված լինի Բրա դու ես հավատում, չէ՞ որ մարդիկ կարան կապիկից ասենք ստեղծված լինեն, ինչ տուպոյություն է ասենք Անհավատալի է, ոնց կարա մարդ օրինակ կենթանուց ստեղծված լինի, անհնար է Անհնար բան է, անհնար Օր 4-րդ Այսօր էլ ես ու Էդոն այսպես դուրս ենք եկել ու իրար հետ քայլում ենք Արդեն 4 օր ստեղ ենք Ոնց որ 3 եկած դինեինք Բայց դեռ այո 5 օր էլ ունենք Այսօր մի քանի հավես տեղեր ենք գնալու միասին Բայց մինչև ճանապարհ շարժվելը գնել ենք Հավայյան կղզիների ամենահայտնի պոնչիկներից Եկեք մի հատ բացենք տեսնենք Էս ինչ տեսք ունի Աստված իմ Գնացինք փորձում ենք Օրը էս ինչ համով է Ինչպես նախորդ Հավայյան կղզիների վլոգը այս վլոգում նույնպես մենք միշտ ծամում ենք ու միշտ հաց ենք ուտում միշտ Այս վրեն ինչ է ոնց որ մազը լինի Այս մեկ էլ տեսնենք Ժողովուրդ հենց նոր կերանք վերջացրեցինք եւ երևի ամենավատ սուշիներ որ կյանքում կերել ենք Սկզբում սոված էինք ես էմոցիաներս չէի կարում կառավարել չէի հասկանում համոզված է չէ բայց վերջում երբ կշտացանք հասկացանք որ այս ինչ վատ սուշի էինք նոր մենք ուտում բայց սաղ կերել ենք ասենք սրբել ենք ու ասում ենք վատներ Մենք կրկին անանասների վայրում ենք ժողովուրդ հիմացը գտնվում է անանասները մտանք էլի թաքուն գնա Արա
ուրիշ սեզոն ենք եկել։ Ժողովուրդ հələ չի աճել անանասները, հələ ինչ փոքր է անանասները։ Ինչ ափսոս, կուզեի։ Ժողովուրդ գտել եմ մի հատ անանաս եմ գտել։ Ոյ քորը ինչքան ոչիլ կա մեջ հինա։ Այս մի հատիկ հասածներ մնացել ու հին սեզոնից։ Եվս մի հատ հասած անանաս մեզ աշխատողները նկատեցին, խնդրեմ այս ավտոյով եկան ու դուրս հանեցին։ Իրականում չի կարելի սենց տեղեր մտնել ու բավականին մեծ տուգանքներ է հասնում, որովհետև Ամերիկայում եթե մի վայրը արգելված է ու դու մուտք ես գործում, հեչ լավ չի ավարտվում դրա վերջը, դրա համար թռանք ստեղից արագ։ Հենց դոլի գործարանում ուտում ենք անանաս, նոր շարժվում ենք առաջ։ Անանասները կերանք վերջացրեցինք, հələ նայեք ուր ենք եկել լողալու ժողովուրդ, սենց նայում եք երևի գեշ ափա չէ երևում, բայց այս բայսը կարևոր է։ Ջրի տակ կան 100 տեսակից ավել ձկներ, հատուկ այս սենց ակնոցներով մտնելու ենք եւ նկարենք այդ ձկներին։ Ամեն անգամ որ մտածում ենք հեռախոսները չգորի, դնում ենք այդ ձերի տակ ու սաղ տեսնում ենք, ասենք մի հատ գող լինի տարածքում, ուղղակի կգողանա հեռախոսը, այստեղ է։ Ժողովուրդ մտել եմ մեջ ու ես ինչքան քար կա, ճիշտ է շատ քար է, բայց ահա որ շատ ձուկ կա տարածքում։ Հիմա կտեսնենք արդյոք դա իրականություն է թե ոչ։ Ես ուղղակի ապշած եմ, այս ինչքան ձկներ կան ներքևում։ Արդեն երևի մի 20 տեսակի ձուկ եմ տեսել։ Եկեք շարունակենք ուսումնասիրել Հավայան կղզիների այս հրաշք ափ ժողովուրդ։ Ես ուղղակի ապշած եմ ու աշկերտից միջևա չեմ հավատում, որ այս ամեն ինչը իրական է։ Այս ինչ հրաշք է, հավատացեք, սա ոչ թե լողափ է, այլ իրական կախարդական ջրային թագավորություն։ Շուրջս 100-ավոր ձկներ են ու ես չեմ հասկանում, ես եմ նրանց հետ լողում, թե իրենք իմ հետ։ Ջուրն այնքան մաքուր է, որ կարծես ապակու միջով նայեմ, չեմ թաքցնի, ես ուղղակի ապշած եմ։ Ամեն վարկյան ավելի ու ավելի եմ սիրահարվում այս օվկիանոսին։ Այս ձկների մեծ մասն ապրում է միայն Հավայան կղզիներում, աշխարհում ոչ մի տեղ չես գտնի։ Սա ուղղակի գունավոր մուլտֆիլմ է իրական կյանքում։ Անհնար է ուղղակի բառերով նկարագրել իմ նորվա տեսածը։ Ժողովուրդ 100-ից ավել տեսակ ձուկ հենց հիմա գտնվում է մեր ոտքերի տակ։ Այստեղ գնահատում եմ 10-ից ուղղակի անվերցություն, արդի ասած էլի գալ։ Ոնց որ Արիելի մեջ լինենք, Արիել մուլտիկի։ Ոնց որ լուրջ մուլտիկի մեջ լինենք։ Որից հարցեն ինչ մտահոգող բան ունես քո մեջ, ես կասեմ ձկների կրթությունը։ Այս պետությունը չի զբաղվում ձկների կրթությամբ, իսկապես լուրջ էլի։ Լուրջ, ասենք անկեղծ էլի։ Պետությունը վերցնում է ձկներին միայն մորթել նպատակով, ախպեր։ Ոչ կրթություն ունեն, ոչ ապագա ունեն, ոչ գիտեն աշխարհն ինչ է, ոչ ճամփորդ, ոչ մի բան, ոչ սկի Սևանի տեղը չգիտեն։ Օրը լավ չէ, դե Սևանի տեղը, էդի աբսուրդ է։ Ճիշտ աստեղ ահա որ հավես է, բայց արդեն ժամանակն է ստեղից գնալու։ Չեք հավատա, բայց մենք կրկին սոված ենք, եկել ենք ամենահայտնի շրիմփի տեղը։ Այս ինչ ախորժելի տեսք ունի։ Մեզ բարի ախորժակ։ Երևի կյանքից մեջ կերած ամենահամով շրիմփն է։ Արա շատ բոմբ է։ Բայց դες կարելի է, որ եկել հիմա ուտում եք մեր ուտելիքը։ Մետ ասա, առավ, մետ ջղայնացի վերեքները։ Ես եմ ասել գան։ Բայց դու հավերի լեզուն որտե ես սովոր է։ Դե սովորում էի, չէ՞, ես գնացի վերապատրաստման։ Արա, այն որ գնացել Լոնդոն սովորելու հավերի լեզվի համար էիր գնացել։ Հիմա որ հավին ուզում ես ասես արի մուտելիքը կեր, ոնց ես ասում։ Տիկ 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 շե։ Տիկ 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 Արա եկան, տեսար, ասեցի եկան։ Մեր ուտելիքը կերանք, այժմ եկավ կոկոսի ժամանակը։ Այս տարվա առաջին կոկոսը սա։ Ինչ ասեմ, ես հսկայական կոկոսով ձեր կենացն եմ ցանկանում խմել։ Շնորհակալ եմ անչափ, որ կողքիս եք, որ այդքան սիրում եք վիդեոներս։ Միասին շարժվում ենք դեպի 1 միլիոն ժողովուրդ։ Մենք պետք է միասին ռեկորդներ սահմանենք Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ դրա համար ընդհանրապես պետք է փոքրացնես վիդեոն ու սեղմես վիդեոյի ներքևում գտնվող կոճակի վրա։ Ու այլևս չես թողնի, հետագա ավելի հետաքրքիր վիդեոներ։ Հիմա այստեղ ենք կկոտրիմ կոկոսը ու մենք կուտենք ներսին է գնացինք։ Օրես ոնց ենք ուտելու։ Կոկոսի մեջ ինչ-որ ժել է կար, հիմա միասին կփորձենք առաջին անգամ գնացինք։ Արա ինչ համով էր։ Շատ ասազում տղեր, շատ։ Պույպույ մկնիկն եմ։ Տեսնում եք հերվի այն ժայռը։ Հիմա գնում ենք բարձրանանք այդտեղ եւ վերևից թռնենք օվկիանոսի մեջ։ Չգիտեմ ապով բան ենք անում թե չէ, բայց արդեն սկսել ենք բարձրանալ։ Հեսա վախենալու ենք վերևից թենանք, ինչ բարձր ենք չթռնենք։ Կյանքում առաջին անգամ նման բան ենք անում։
Եթե ընկայինց մի բան եղավ, ես եմ մեղավոր ուրիշ ոչ։ Ես եմ պատասխան տալու, ես եմ թույլ։ Ես էլ եմ մեղավոր, դու չեմ մենակ։ 3, 2, 1, send it. There you go. Լավ էր։ Շատ լավ էր։ 5, 4, 3, 2, 1, send it. Էս ինչ էր, խնդրում եմ մի հատ բարձրությունը նայեք, էս ինչ զգացում էր, Աստված իմ։ Ձեռքերս դմրել էին, սիրտս ահավոր արագ էր աշխատում, ոնց որ հոգիս մնար վերևում, մարմինս իջներ ներքև։ Ախր շատ բարձր է, շատ։ Չգիտեմ ճիշտ ենք անում թե չէ, բայց երկրորդ անգամ ենք բարձրանում, գագաթը ու գցվենք ջրի մեջ։ Աստված իմ, ռապոն պատրաստ է։ 3, 2, 1, դավայ։ Այո, ռապ։ Դες հպարտ ես մեզ։ Ոչ, պատրաստակ հպարտ չեմ։ Մենք թե վնասած չլեմ ականջներս, ցեն շատ ռեսկի ընկանք ջրի մեջ, հմկա թաղանցս ցաված։ Ախ։ Օր 5-րդ օրը սկսվում է այսենց սուպ ուտելով, այսենց տավարի մսով, ստեղ ձուկա, ինչ-որ ճապոնական տեղ ենք եկել, շատ հայտնի, ասում են շատ համով է, փորձում են գնացինք։ Շատ համով է։ Այսօր էքստրիմի օր է, հաց կերանք վերջացրինք, այժմ գնում ենք, խնդրում եմ նայեք ինչ թռնելու ժողովուրդ, այսենց մի հոգանոց ուղղաթիռ է, որն ընդհանրապես դռներ չունի եւ դու ինքնուրույն ես այն վարում։ Չգիտեմ ինչա մեզ սպասում, բայց ահա որ ոգևորված եմ։ Դե ինչ մենք այստեղ ենք, խնդրեմ, սա այն gyroplane, այտենց է կոչվում, այս սրանով թռնելու ենք։ Այս ինչ փոքր է, խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, այստեղ նստելու է վարորդը, ստեղ նստելու եմ ես, ինքը տերն է ու ինքը ոնց որ սենց տնավարի թռիչքները կազմակերպում, ընդհանրապես ոչ թուղթ է ստորագրում, ոչ բան, ամեն ինչ այնքան տնավարի է, որ չեք կարա պատկերացնեք, ժամանակն է դուրս գալու։ Ժողովուրդ ջան, կհանդիպենք մյուս կյանքում, ես գնացի։ Դե ինչ, ես պատրաստ եմ ժողովուրդ, ես ինչ ոգևորված եմ ես, չկան դռներ, չկա ոչ մի բան։ Ու ասեմ, որ ընթացքում լինելու է պահ, որ ես եմ քշելու ինքնուրույն այս սրանով։ Այս ինչ է լինելու, ես ինչ տեսարան է բացվելու վերևից, հավատես չի գալիս, շարժվում ենք արդեն։ Ընդհանրապես հաշված վայրկյաններ եւ ես կհայտնվեմ Հավայան կղզիների վերևում։ Բան չկա, թռնում ենք։ Հիշում եք ներքև մեր շատ սիրելի օդաչուն ամբողջովին անջատերա մատորում իշխրոց են գնում եք ներքև։ Ահա և վերջ մենք ապահով վայր է
կատարեցի։ Արա հրաշք։ Ուղղակի հրաշք է։ Բերց, ընտիր։ Շատ լավ է։ Հա, շատ։ Չեմ մահացել։ Այդ չեմ մահացել։ Հեմ պատրաստ ես։ Այո։ Կարող է ընկնելու մասին մի մտածի, չի ընկնելու ռավ։ Okay։ Որ ընկնել մենք քեզ շատ սիրում ենք բոլորը։ Վայելի ու ձեռներդ հանդուս ու ազատությունը զգա, քեզ զգա ինչպես թռչուն։ Ռաֆուլիկը իջավ, Ռաֆուլիկ, լավ է։ Կարևորը վայելել ես իմ աղբեր։ Մի բառով նկարագրի։ Ավելի լավ ոչինչ չեմ զգացել հələ։ Լրիվ ուրիշ մարդ եմ հիմա։ Թռիչքից հետո եկել ենք Մայրամուտին լողանալու, ճիշտ է Մայրամուտինը չհասանք, արդեն մութը ընկնում է, բայց առանց ջուր մտնելու օրը չենք կարող ավարտենք։ Էս ինչ սիրուն է երկինքը, հրաշք է, հրաշք։ Խնդրում եմ մի հատ ստեղ նայեք, արա ոնց ենք կարոտել, մենք վերջապես միրգ ենք ուտելու հավայան կղզիներում, ստեղի բանի պես բանան չկա։ Համով չէ։ Բայց համով է։ Արա չէ, բայց մեկը լավն է կարոտել է։ Օր 6-րդ այսօր հայքինգ անելու օրը, հավայան կղզիները հայտնի է իր շատ ու շատ հայքինգի տեղերով, այսօր բարձրանում ենք դեպի թաքնված մի հատ ջրվեժ, որը շատ հայտնի է հավայան կղզիներում, խնդրում եմ մի հատ ստեղ նայեք ինչ բնություն է, այս տեսարանը նայեք, մենք արդեն ճանապարհին ենք, բարձրանում ենք դեպի ջրվեժի մոտ, ու ուղղակի հեքիաթային է ամեն ինչ, շատ հավես ասենք ջունգլիների մեջտեղ է վագոն է, զեց, օրո ու այս ամեն ինչը բնական է, պատկերացնում եք, սա սարքած չի ժողովուրդ, էս ինչ է։ Արդեն բարձրանում ենք վերև ջրվեժի մոտ։ Այսօր միակ սխալ որոշումը ստեղես հողաթափերով գալն էլ։ Չեք պատկերացնի ոնց է սղում։ Ահա որ ցեխոտ է ու ամեն վարքյան ուղղակի կարամ ընկնեմ սրանցով, դրա համար շատ զգուշ եմ քայլում։ Խայտարակ տոթ, խայտարակ ու ասենք անձրև է գալիս էլի, բայց դա սիտուացիան ընդհանրապես չի մեղվում, ահա որ տոթ է։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է, որ ամեն շրջադարձի ժամանակ նոր տեսարան է բացվում, օրինակ այս մասը ընդհանրապես նման չի նախորդ տեսարանին ու վստահ եմ նույնպես հաջորդ տեսարանները նման չեն լինելու այս սրան։ Մոտավորապես 40 րոպե է ճանապարհին ենք, հուսանք շատ քիչ մնաց, այսինչն կտրվում է։ Նորնես բարդ էր բարձրանալը, չեք պատկերացնի, բայց իրականում հայքինգը իմ համար ինչքան բարդ, այդքան ավելի հավես ու այդքան ավելի արկածաշատ։ Դրա համար ես գժվում եմ, որ սար բարձրանալը բարդ է լինում։ Բան չմնաց, մի քիչ ենք բարձրանում վերև։ Արա լավ, արա, հասանք ջրվեժի մոտ ու խնդրում եմ ստեղ նայեք։ Չկա ջրվեժ, պրծել է ջրվեժը։ Մենակ մեր բախտն է, սենց լուրջ եմ ասում, բայց մեկա գոհ ենք, սիրուն բնություն տեսանք։ Մի ժամ քայլեցինք, ոնց որ վերևից մեկը կռուշկով ջուր լցնի։ Սրանից հետո իջնելու եմ Victoria's Secret-ի մրցույթի մասնակցեմ, մոդել եմ դառնալու։ Մի 8 կիլո նիհարել եմ։ Գնում ենք մյուս հայքինգի հիմա։ Լուրջ եմ ասում։ Բարձրանալը դժվար էր, իսկ հետ իջնելը վտանգավոր։ Որդ ամեն միլի վայրկյան կարա ոտքդ սոց տա ու ընկնես։ Ահա որ սղլիկ է, շատ ցեխոտ է ու ես տապճկեքով։ Արդեն ուղիղ կես ժամա հետ եմ իջնում։ Իջնելը ավելի դժվար է, լուրջ եմ ասում։ Ամեն վայրկյան ոտը սոտ է տալիս։ Երևի եւս 15 րոպե ու կհասնեմ։ Հայքինգից ավարտեցինք, եկել ենք առևտուր անելու, որպեսզի գնանք ծովի ափին ուտելու։ Գնացինք օվկիանոս։ Բավականին ալիքոտ է այսօր, բայց հրաշք ապա ժողովուրդ, հրաշք։ Հələ որ լավագույն ափն է հավայան կղզիների, որ եղել ենք։ Այս ինչ բաց է օվկիանոսի ջուրը, բա ավազը ինչ մաներ է։ Ուզում եմ հավերժը սպահը մնա։ Անես ինչ ալիք է գալի, եկավ։ Ո՞ց։ Ինչ է զգում հիմա։ Խաղաղություն, հանգստություն, անջատվածություն։ Ասա ուղեղդ անջատած է, չէ։ Ես անջատում եմ տեսախցիկը ու վայել եմ, գնացի։ Ուղիղ մի ժամ լողացինք, ժողովուրդ, արդեն մութը ընկնում է, հրաշք տեսարան ուղակի, եկավ հաց ուտելու ժամանակը։ Բրնձով թունաձուկ եմ ուտելու։ Ինձ բարի ախորժակ, գնացինք։ Արա շատ համով է։ Գժվում եմ ուղակի թունաձկան համար։ Անմահական։
Օր 7-րդ այսօր այս հետևից նավով գնում ենք Sandbar, հենց այդ այնց է կոչվում։ Օվկիանոսի մեջտեղ այսպես ավազա մեծ, շատ մեծ տարածք հավազի, բայց մեջտեղում օվկիանոսի մեզ թողելու է նավը եւ այնտեղ անցկացնենք ժամանակ։ Ասում են ուղակի հրաշք է, ահա որ սիրուն տեղ է։ Գնանք միասին տեսնելու։ Շարժվեցինք, ոնց եք, ուրախ եք, ոնց է տրամը։ Չալիկ եք։ Ճիշտ է, նավը սկզբում նման էր տրոլեյբուսի, բայց հիմա ամեն ինչ իդեալական է։ Հիմա գնում ենք դրախտային մի վայր միասին։ Խնդրում եմ մի հատ տեսարանը նայեք, ժողովուրդ հրաշք է ուղղակի, հրաշք է, սարերը նայեք հերվի։ Խնդրում եմ ստեղ նայեք, ուր ենք հայտնվել ժողովուրդ, այս փիրուզագույն ջուրը տեսնում եք, այստեղ ամբողջովին ավազ է օվկիանոսի մեջտեղում, ու խնդրում եմ տեսարանը նայեք։ Հիմա դուրս ենք գալու այստեղ ու լողանք։ Հենց նոր դուրս եկա նավից, ոտքերս գտնում ավազին, բայց սա հագել եմ նրա համար, որպեսզի գնամ ու կայակ քշեմ։ Կյանքում կայակ քշած չկա, հուսանք հավես է լինելու։ Դե ինչ կյանքումս առաջին անգամ այս տախտակն եմ քշում օվկիանոսի հենց մեջտեղում։ Ժողովուրդ, էս ինչ հաճելի է։ Օրես ինչ հավես է։ Մի հատ խնդրում եմ տեսարան զգացեք, հրաշք։ Գնացինք առաջ։ Հավատս չի գալիս, որ ընդամենը 2 օր է մնացել, որ հետ գնանք Հավայան կղզիներից Լոս Անջելես։ Չեմ ուզում, ուղղակի չեմ ուզում հետ գնամ։ Ամեն օրը իսկապես վայելք է Հավայան կղզիներում դարձել։ Ինչքան նոր բաներ արեցի այս անգամ Հավայան կղզիներում, ուղղակի հիանալի է։ Մոտավորապես 20 րոպե վայելեցի սա։ Հիմա գնամ ընկերներից մոտ, իրանք սուզվել են տակ ու ձկներին են նայում, միանամ իրան։ Դե ինչ հագնում ենք ակնոցները։ Օ, ինչ լավն է այսօր բանը։ Այստեղ ձկները շատ ավելի մեծ են ու ահա որ գեղեցիկ։ Որոշները մոտենում էին ինձ, կարծես ուզում էին ինչ-որ բան հարցնել։ Ձկները վառ գույներով են, իսկ երբ արևի լույսը ջրի միջով է անցնում, նրանք փայլում են։ Կարծես ջրի տակ մի փոքր դիսկոտեք լինի։ Ուղղակի յուրահատուկ զգացում է, երբ կարելի է կանգնել օվկիանոսի մեջտեղում ու տեսնել այս կախարդանքը։ Դե ինչ լողացինք, վերջացրեցինք, արդեն եկավ հետ գնալու ժամանակը։ Ժողովուրդ 10-ից 10 միանշանակ։ Ուղղակի հիանալի էր, սենց տեսարանքի անկումս չէի տեսել։ Կրկին եկավ թունաձուկ ուտելու ժամանակը։ Ժողովուրդ, այնքան թունաձուկ ենք կերել Հավայան կղզիներում այս տարի, որ կարանք երևի 2-3 տարի չուտենք, այդքան շատ ենք կերել։ Հուսանք չենք թունավորվի։ Ընտիր, հումձուկ ժողովուրդ, լրիվ ամբողջովին հումա։ Կոկոս, արա կոկոս։ Գիտեք ինչքան ենք քշել այս 7 օրվա մեջ, որ ուտելիքի տեղ գտնենք։ Շպիտ եկավ դեմքին։ Արա ես ինչ համով է, աստված իմ։ Գուավա ենք հիմա փորձում։ Հիմա ուտելու ենք կոկոսի մեջինը։ Համով է։ Այո, մենք 24 ժամ հաց ենք ուտում Հավայան կղզիներում, իսկ այժմ եկավ պիցայի ժամանակը։ Գնացինք։ Արա ես ինչ համով է։ Վաու։ Օր 7-րդ գլխացավով եմ արթնացել ուժեղ, այո երեք օվկիանոս էինք էլի գնացել ու այնքան ալիք հոտ էր, ճիշտ է չեմ նկարել այդ ամեն ինչը, բայց որ ավոր ալիք հոտ էր դրանից հետո գլխապտույտ, գլխացավ, մի խոսքով սենց, բայց սա երևի օրվա ընթացքում կդզվենք։ Հիմա գնում ենք հաց ուտելու, այս ամբողջ վլոգի ընթացքում մենք միայն ինչ ենք անում, հաց ենք ուտում, գնում ենք ինչ ուտենք, էլի բեգել, այս ինչ սոված ենք։ Այս ոնց եմ ես գժվում բեգլի համար։ Մենք կրկին նույն վայրում ենք, խնդրում եմ ստեղ նայեք։ Մենք որոշեցինք, որ այս հրաշք տեղը պետք է ևս մի անգամ գանք։ Այսօր ոնց հավես չունեմ ինչ-որ բան անելու, տրամադրություն չկա, հավես չկա։ Հուսով եմ հեսա իրական կարոն հետ կգա։ Մենք ծամում ենք օրը 24 ժամ, ուրիշ activity չկա, մենակ հաց ուտել, մենակ այս շարժում է։ Օգնել եմ ես ամեն ինչից ուտեն ես։ Եկել ենք ես սիրուն գիրկը, որ վայել ենք, ման իրանք հաց են ուտում էլի։ Մենակ հաց ենք ուտում ես 7 օրա մենակ։ Դրա համար եմ այսօր տխուր հասկանում եք։ Հիմա գնում ենք վերջապես լճի մոտ նստելու։ Հələ այս բույսը նայեք, օրես ինչ հա։ Շոկոլադը այս բույսից են ստանում, սրանք կակաոներ են ժողովուրդ, ուղղակի դեռ փոքր, էսա, խնդրեմ։ Օրա, այս ինչքան ձուկ կա լճում։ Խնդրում եմ ես դիջը նայեք ու լճի ձկների քանակը, աստված իմ։ Այժմ եկեք կերակրենք միասին ձկներին։ Փաստորեն դրա համար ձկները հավաքվել են հենց ափի մոտ։
Եկավ ձեռքիցս վերցրեց։ Այս ինչ հաճելի բան էր, կերակրելը կենդանիներին, այնպես հավես էր։ Լճի մոտ մոտավորապես 1 ժամ քնեցինք, այժմ գնում ենք օվկիանոսի ափին էլ մի քիչ քնենք։ Մենք եկանք արդեն օվկիանոս, խնդրում եմ միած տեղ նայեք։ Մեր այս օրերը գնացած ամենավատ ափն է, քանի որ այդ ափը ահա որ մարդը շատ էր, մենք դուրս եկանք, տեղ ունենք ուտելիք կրկին։ Հիմա գնում ենք մեր սիրելի ափը։ Ժողովուրդ հոգնել եմ Հավայան կղզիներից, ուզում եմ գնամ լոս ու սաղորը գործ անեմ։ Էլ իսկապես նոր բան չկա նկարելու։ Գնացի լողամ։ Դուք դասի մոտ, արի մոտ։ Աշխատանքի եմ չեմ կարա։ Ուզում եմ գնամ վիդեոներ նկարեմ։ Ես շատ եմ հանգստացել արդեն, էլ ինձ հանգիստ պետք չի։ Դե ինչ վերջին օր, այո, մենք լքում ենք Հավայան կղզիները, ճամպրուկները արդեն մեքենայի մեջ է։ Այսօր իրականում ահագին շատ բան եմ արել, ուղղակի տեսախցիկս էի կորցրել ժողովուրդ։ Գիտեք ինչքան եմ մանեկել կամերան, որ նկարեմ, ցույց տամ թե ինչեր ենք արել։ Էն էլ գտա այն ժամանակ, երբ որ արդեն պետքա շարժվենք դեպի օդանավակայան։ Տխուր եմ այդ առիթով, ինչ խոսք։ Դե ինչ եւս մի ճանապարհորդություն մոտեցավ իր ավարտին, հանում ենք մեր իրերը, հասել ենք արդեն օդանավակայան։ Մտնում ենք արդեն ինքնաթիռ ռաֆ, ուրախ ես։ Բարև ձեզ։ Վարորդ քշեք, էլի շատ շոկ հա, ու կանգնում եք ամեն կանգ առում, վարորդ։ 6 ժամ անցավ, ուղիղ 5 րոպեից ինքնաթիռը իջնում է Լոս Անջելես։ Արա հասնում ենք։ Իբաս մեր ուրախ ես, գործ։ Սա ուրախության արդյունքներ է։ Երեխեք չեն գնի չէ սամալյոտը։ Հոսանք, չինգ է սամալյոտ ռավ։ Դե ինչ հուսով եմ վայելել ես մեր այդ հավասար ես 8 օրը Հավայան կղզիներում։ Հուսով եմ հնարավորինս կարողացել եմ փոխանցել բոլոր էմոցիաները, ինչը ապրել ենք այս 8 օրվա ընթացքում։ Շնորհակալ եմ, որ մինչև այստեղ դիտեցիր վլոգը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ օրը։ Ցտեսություն։ Բարում ենք մեր լամպատան